Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Առաջինը վերաբերում է Հայկ Սարգսյանի նախագծին, որի վերաբերյալ դուք ևս ձեր գրասենյակը հայտարարություն տարածել էր, ինչ մտավախություններ ունի մարդու իրավունքների պաշտպանը այդ նախագծի վերաբերյալ, կարող եք մի քիչ ավելի հանրամատչելի ներկայացնել հանրությանը, եւ երկրորդ հարցը վերաբերում է դուք բազմիցս անհանուր ժողովրդականություն ատելության խոսքը, որը կա հանրության շրջանում, դատապարտելի եք համարել, բայց մենք չտեսանք ձեր գրասենյակի կողմից հայտարարություն, արձագանք, օրինակ վարչապետի տիկնոջ գրառույթների վերաբերյալ, որովհետև քաղաքացիների մի դեպքում ոչինչ, մի դեպքում էշ, տգետ, տխմար եւ նման ձևակերպումներ են տալիս։ Շնորհակալություն։ Առաջին հարցի վերաբերյալ նշեմ, որ ես իմ դիրքորոշումը նաև հրապարակային եմ ներկայացրել, ըստ էության, եթե մասնագիտական լեզվով ասելուրին եմ, պիտի ասեմ, որ ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի սկզբունքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում, իսկ հանրամատչելի լեզվով պիտի հատուկ արձանագրեմ, որ ես անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում սահմանադրությամբ սահմանված պարտականությունների հետ եւ չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ եւ այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ, այսինքն գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով, եւ երկրորդ հանգամանքը, որը հիմա դարձյալ կուզենամ շեշտադրել, այն է, որ մենք բոլորս գիտենք, որ զինված ուժերում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները եւ այս տեսանկյունից դարձյալ իմ մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն եւ հաշվարկված չեն այդ հարաբերությունների խորացում ստեղծելու տեսանկյունից, բայց սա շատ հանրամատչելի լեզվով իրականում կարելի է շատ երկար խոսել այս նախագծային կարգավորումների առնչությամբ։ Նախապես նախագիծը չի քննարկվել ինձ հետ, նաեւ ընդհանուր առմամբ հաստատությանը չի ուղարկվել հավանաբար այն պատճառով, որ այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանին նախագծերն ուղարկելուն, առաջին հերթին վերաբերում են կառավարության նախաձեռնություններին, ազգային ժողովի պատգամավորների պարագայում նման պարտականություն չունեն, բայց ես վստահ եմ, որ առաջիկայում նաև հարցի հետ կապված, քանի որ հրապարակային եմ դիրքորոշում հայտնել, վստահ եմ, որ այս առումով քննարկումներ կունենան։ Երկրորդ հարցի հետ կապված էլ շատ կարճ ուղղակի ասեմ, որ մեր լիազորությունները տարածվում են բացառապես պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց վրա, հետեւաբար ընդհանրապես իրավասու սուբյեկտ չեմ հարցի վերաբերյալ պատասխանելու համար, ինչ վերաբերում է այս նախագծին, դարձյալ դուք ամեն դեպքում պարտավոր եք բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանել, անհանդուրժ ժողովրդականությունը եւ անհավասարությունը բոլորի դեպքում է արտահայտելի եւ դատապարտելի գործընթաց։ Հետեւաբար միայն պաշտոնատար անձ իրավունք չունի մյուսին վիրավորել։ Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա։ Իմ լիազորությունները տարածված են բացառապես պաշտոնատար անձանց վրա, տարածվում են, հետեւաբար այս մասով իրականում անիմաստ է հիմա քննարկում ծավալելը, նաեւ այսպես ասեմ, էթիկայի կանոնների կներեք, նաեւ էթիկայի կանոնների վրա չեն տարածվում իմ լիազորությունները այս առումով սահմանափակված են, ի տարբերություն ինձ նման ոլորտում լիազորություն ունի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հետեւաբար կարծում եմ այս հարցը կարող եք իրենց ուղղել, եթե նախագծի հետ կապված էլի հարցեր կան, ուրախ կլինեմ դրանց պատասխանել։ Առաջին հերթին սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունն է, որը միանշանակ, եթե իհարկե նախագծային կարգավորումները մեր կողմից դեռ ուսումնասիրության փուլում են, որովհետև շատ ավելի մեծ նախագիծ է, քան այն տրամաբանությունը, որը հանրային քննարկումների տեղիք է տվել, բայց միանշանակ, եթե ես համարեմ, որ նախագծային կարգավորումներում չեն լուծվում այն խնդիրները, որոնք ես ինքս տեսնում եմ, դիմելու եմ սահմանադրական դատարան, բայց այս պահին էլ հույս ունեմ, որ գործընկերները ըստ էության հաշվի կառնեն այն բոլոր դիտարկումները, որ ներկայացրել ենք եւ ըստ էության չենք ունենա այդ կարգավորումները։ Ինչ եք ասում, կներեք։ Փաշինյանը թույլ կտած է, որ իր իսկ
կառավարության արդեն դրական եզրակացության տված նախագծի վերաբերյալ եւ եք սահմանադրական։ Նարեկ ջան, ուզում եմ լավ լուր արձանագրել այն մասին, որ իմ ամբողջ գործունեության ընթացքում կարծես թե գործադիր իշխանությունից միջամտություն ինքս չեմ տեսել, չեմ զգացել, ինչ վերաբերում է սահմանադրական դատարան դիմելու կամ տարբեր հարցերի վերաբերյալ կարծիք ներկայացնելու հարցին, կարծում եմ նաև ապացուցվել է մեր գործունեությամբ, որ բազմաթիվ են դեպքերը, երբ կան նախագծեր, որոնց վերաբերյալ կառավարությունը դրական եզրակացություն է տվել, եւ մենք այդ հարցերի վերաբերյալ մի մասով սահմանադրական դատարան ենք դիմել, մի մասով ես ամեն օր հրապարակային խոսել եմ, օրինակ փաստաբանների հարկային բեռի ավելացման հետ կապված խնդիրը եւ նաեւ մյուս խնդիրները։ Ոչ, կարծում եմ շատ սխալ մեկնաբանություն տվեցիք այս պարագայում, ըստ էության մենք գործ ունենք երևույթի հետ, որը վերաբերում է մարդու իրավունքների հետ կապված խնդրին։ Արձագանքել իրենք Հայկ Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը, կառավարությունը առհասարակ ձեր այս քննադատությանը եւ դիտողություններին։ Կարծում եմ շատ կառուցողական եղանակով, այսինքն որևէ տեսակի հանդիմանություն չեմ տեսել, չեմ զգացել եւ ես վստահ եմ, որ ըստ էության մենք այս հարցի վերաբերյալ պետք է ունենանք կառուցողական քննարկումներ, այս առումով պետք է ուշադիր լինենք, ինչ վերաբերում է որևէ մեկի ընտրած միբ լինել չլինելու հանգամանքին, կխնդրեմ այս շահարկումներից զերծ մնալ, որովհետև եթե մենք ուզում էինք մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացը փոխել, որը ընդ որում Հայաստանում խնդրահարույց է եւ այդ առումով տասնյակ տարիներ տարբեր միջազգային կազմակերպություններ հայտնել են իրենց դիրքորոշումները, կոնկրետ դերակատարները եւ քաղաքական ուժերը պետք է դա վաղուց փոխած լինեին, այս փուլում դրա վերաբերյալ անհասկանալի եզրահանգումներ անելու փոխարեն։ Այս պահին ընդ որում ես այդ քննարկումների մեջ եմ, որովհետև ես բարձրաձայնել եմ այն հանգամանքը, որ այո, տասնյակ արդեն մի քանի երևի թե մի տասնամյակ հաստատ միջազգային կազմակերպություններ այդ հարցի վերաբերյալ խոսում են եւ ընդ որում նաեւ մի փաստաթությանն է նման հանձնարարական տվել ադվոկացիա անելու փոփոխությունների համար տարիներ շարունակ։ Ես հիմա հրապարակային եմ ասում, որ հրապարակային եմ ադվոկացիա անելու, բայց մինչ այդ նաեւ լուրջ քննարկումներ եմ ունեցել։ Ինչ ինստիտուտ պետք է ներդրվի, որպեսզի մաքսիմալ անկախ լինի ՄԻՊ-ը, որտեղ դուք առաջին ՄԻՊ-ը մաքսիմալ անկախ է մշտապես եղել Հայաստանում, կարծում եմ, բայց գաղափարը կայանում է նրանում, որ ընտրության գործընթացն էլ պիտի այնպիսին լինի, որ ընտրությունը կայանա այն ձևաչափով, որպեսզի նաև հանրային ընկալումները պատշաճ լինեն հարցի վերաբերյալ։ Վերջին ՄԻՊ-ը չեկում ասում է, որ իշխանության սրտի ՄԻՊ-ն է։ Ձեզ այս առաջ Արման Թաթոյանին էին ասում, որ ՀԿ-ի ասած, այսինքն սա օբյեկտիվ գնահատական եմ ասում, որ հանրության մեջ այդպեսի ընկալում կա, միայն դուք չէ։ Նախկինում էլ Ես էլ դրա համար եմ ասում։ Դրա համար եմ ասում, մեխանիզմը պետք է փոխվի, որովհետև տարիներ շարունակ նաև մի փաստաթությանն է ընդ որում հանձնարարական եղել ադվոկացիա անելու այս փոփոխությունների համար։ Կարծում եմ, որ մենք վաղուց պիտի խոսացած լինեինք այս խնդիրների մասին։ Ես հիմա ոչ միայն հրապարակային եմ խոսում, արդեն իմ ընտրությունից անմիջապես հետո ես բոլոր իրավասու մարմինների հետ այս հաղորդակցությունը վարել եմ։